Աստվածաշնչում կա մի դեպք, որ մարդիկ շատ են այդ հարցը տալիս։ Եթե Աբելն ու Կայենն են սկզբից եղել, ապա նրանք ում հետ են ամուսնացել։ Եկեք ընթերցենք մեկնությունը, որպեսզի ավելի պարզ լինի, ու կխնդրեմ, եթե ցանկություն ունեք, տարածեք այս տեսանյութը, որպեսզի շատ մարդիկ իմանան։ Ծննդոց 5-րդ գլուխ 4-րդ խոսքը ասում է հետևյալը. Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը 800 տարի եղան, եւ տղաներ ու աղջիկներ ծնեց։ Այստեղից հասկանում ենք, որ Ադամը աղջիկներ է ունեցել։ Այդ դեպքում ոնց էին քուր աղբեր իրար հետ ամուսնանում, երբ որ Ղևտացիներ 18-րդ գլխում Աստված արգելում է բարեկամական ամուսնությունը։ Եկեք ընթերցենք այդ թեմայի վերաբերյալ մեկնությունը եւ տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Երբ Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային, նրանք առաջին մարդիկ էին երկրի վրա։ Նրանց զավակները պետք է ամուսնանային միմյանց հետ, որովհետեւ ուրիշ մարդ չկար։ Այդ ժամանակ դեռ մեղքի հետևանքները ամբողջությամբ չէին երևացել։ Մարդը ստեղծվել էր կատարյալ, առանց գենետիկական վնասների։ Այդ պատճառով առաջին սերունդների միջև ամուսնությունը մեղք չէր, որովհետև դա անհրաժեշտ էր մարդկության պահպանության համար։ Մեղքը խախտեց Աստծո կատարյալ ստեղծագործությունը։ Երբ Ադամը եւ Եվան անհնազանդ եղան Աստծուն, մեղքը մտավ աշխարհ։ Այդ մեղքի հետևանքով փոխվեց ամեն բան՝ բնությունը, մարմինը, նույնիսկ մարդու ներքին կառուցվածքը։ Մեղքը խանգարեց այն կատարյալ համակարգը, որ Աստված ստեղծել էր։ Մարդու մարմինը այլևս կատարյալ չմնաց, եւ ժամանակի ընթացքում գենետիկական սխալները սկսեցին կուտակվել սերունդների միջև։ Այսպիսով մեղքը բերեց ոչ միայն հոգեվոր, այլև ֆիզիկական վնաս։ Աստված իր օրենքով պաշտպանում է մարդուն։ Ահա թե ինչու Աստված Ղևտացիներ 18-րդ գլխում հստակ սահմանեց. մերձավոր ազգականի մերկությունը մի բացիր, այսինքն մի ամուսնացիր մերձավոր արյունակցի հետ։ Սա ոչ միայն բարոյական հրաման էր, այլ նաև սիրո եւ պաշտպանության օրենք։ Աստված գիտեր այն վտանգները, որոնք մենք չենք կարողանում միշտ տեսնել։ Նրա օրենքը մեզ սահմանափակելու համար չէ, այլ պահպանելու եւ օրհնելու համար։ Երբ մենք հնազանդվում ենք նրա խոսքով, մենք ապրում ենք առողջ, մաքուր եւ օրհնված կյանք։ Սկզբում բարեկամական ամուսնությունը անհրաժեշտ էր, բայց մեղքի պատճառով այն դարձավ վտանգավոր, եւ Աստված իր սուրբ օրենքով այն արգելեց մեր բարիքի համար։ Աստծո օրենքը երբեք թշնամական չէ մարդու հանդեպ, այն միշտ ցույց է տալիս Աստծո խնամքը, իմաստությունն ու սերը։ Երբ մենք հնազանդվում ենք նրա խոսքին, մենք վայելում ենք ոչ միայն հոգեվոր, այլև ֆիզիկական օրհնություններ։ Ահա թե ինչու պետք է վստահենք Աստծո տնօրինություններին, նույնիսկ եթե երբեմն չենք հասկանում դրանց պատճառը։ Աստծո կամքը կատարյալ է, նրա օրենքը պաշտպանություն է, իսկ հնազանդությունը օրհնություն է։